Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Բաքվի բանտից հերթական ահազանգն է հնչել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, կարող է միջազգային ճնշումը իրականում փոխել գերիների վիճակը։ Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես է փոխվում Արցախի պատմական ու մշակութային պատկերը։ Նախընտրական քարոզարշավը նոր սկանդալի պատճառ է դարձել, այս անգամ դպրոցների ներգրավվածության թեմայով, ինչպես են իշխանությունն ու մարդու իրավունքների պաշտպանը արձագանքում տեղի ունեցածին։ Վերջին տարիներին առաջին անհրաժեշտության ապրանքները զգալիորեն թանկացել են, որն է գնաճի պատճառը եւ ով է պատասխանատու։ Վեդիում տեղի ունեցած աղմկահարույց դեպքը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, ինչ նոր մանրամասներ են բացահայտվել քրեական գործի շրջանակում։ Հայ գերիների թեման այսօր կրկին քաղաքական ու հանրային քննարկումների կենտրոնում էր։ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Բաքվում պահվող հայերին հայտարարել է, որ իշխանությունը շարունակում է աշխատել նրանց վերադարձի ուղղությամբ, սակայն ընդդիմության հռետորաբանությունը իր խոսքով չի նպաստում գործընթացին։ Դա մի թեմա է, որի շուրջ արվում է ամենօրյա աշխատանք, բայց նաև մյուս կողմից այդ աշխատանքը մենք աշխատում ենք հնարավորինս կոնֆիդենցիալ պահել, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ դրա հրապարակայնացումը ոչ մի խնդիր չի լուծում, բայց նաև մենք հնարավորը անում ենք անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը շուտափույթ կերպով լուծել։ Բայց նաև էդ եմ ուզում ասել, որ տեսեք, հիմա նույն ձեր նշած շրջանակների քաղաքական խոսույթն է, հիմա դուք ինձ եք չի ասում, որ բախտի կամ չգիտեմ ոնց ասիկ կմաճույքին է թողնել, բայց ասենք այն խոսույթը, որ օգտագործում են ընդդիմադիր այն ուժերը, որոնց ես անվանում եմ պատերազմի եռագլուխ կուսակցություն, չի նպաստում, որ մարդիկ այդ մարդկանց խնդիրը լուծեն, որովհետև Ադրբեջանում էլ են, չէ, հետևում քաղաքական խոսույթին և տեսնում են, որ թե ինչ խոսույթով է հանդես գալիս պարոն Իշխանյանի մասին էիք դուք ասում, հա, Բաբայանը հայնցված ասցիք Իշխանյանը հիմա տեսնում են, չէ, Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով են հանդես գալիս, հիմա դա ազդում է այդ ընդհանուր պրոցեսի վրա, իհարկե ազդում է։ Փաշինյանի այս հայտարարությանը կոշտ արձագանքել են գերիների հարազատները։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին նշել է, որ Փաշինյանի խոսքերից ստացվում է, որ Բաքվում պահվող հայերը փաստացի հայտնվել են պատանդի կարգավիճակում, իսկ հայկական կողմը մինչ այս պահը չի կարողանում տեսանելի արդյունք ապահովել նրանց վերադարձի հարցում։ Նրա խոսքով այս ձևակերպումները այլևս պարզապես քաղաքական գնահատական չեն, այլ արդեն իրական իրավիճակի ընդունում։ Գերիների թեման այսօր նոր զարգացում ստացավ նաև Բաքվի բանտից հնչած հերթական ահազանգով։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ իր հիմնարար իրավունքները խախտվում են։ Նման դիմումներով օրեր առաջ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմել էին նաև Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Իշխանյանը։ Ինչ են պահանջում հայ գերիները, ինչու են դիմում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին եւ հնարավոր է արդյոք միջազգային ճնշման փոխել վիճակը, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալի, ներկա եւ ապագայի։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն է Բաքվից ձայնագրությամբ ուշադրություն հրավիրել ապօրինի դատավարությանը։ Տարբեր տարիներին Ադրբեջանի բանտերի մասին ահազանգել են թե միջազգային կազմակերպությունները, թե հենց ադրբեջանցի լրագրողները։ Օրինակ Human Rights Watch-ը հրապարակել է հայ գերիների նկատմամբ բռնությունների եւ նվաստացումների մասին տվյալներ, նշելով, որ կան ծեծի, էլեկտրաշոկի եւ հարկադրանքի վկայություններ։
Իսկ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Ադրբեջանի իրավապահ համակարգում խոշտանգումները ժամանակին բնութագրել էր որպես համակարգային եւ լայն տարածում ունեցող երևույթ։ Իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքվից հայ գերիները դիմում են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին եւ պահանջում Բաքու գնալ տեսակցել նրանց։ Կծանոթանա, թե ինչպես է ընթացել, ինչ լուրջ եւ կոպտագույն խախտումներով ընթացել թե հետաքննությունը, ամբողջ քննությունը եւ թե դատավարությունը, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով։ Տարածված ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն ակտիվացել ու այցելել է հայ գերիներին։ Սիրանուշ Սահակյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ գերիները բազմաթիվ խնդիրներ են ունեցել եւ պահանջել են պետական միջամտություն։ Սակայն Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը միշտ անտեսել է այդ խնդիրները։ Այս կառույցի տիրույթում է օրինակ գերիներին ապօրինի դատավճիռները թարգմանությամբ նրանց կամ նրանց ընտանիքներին չտրամադրելու հարցը կարգավորելը։ Անկախ փաստաբանների հետ հանդիպումներ չեն լինում եւ այս խնդրի կարգավորումը եւս Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի տիրույթում է։ Ինձ համար առնվազն կասկածելի է, թե ինչու ադրբեջանական ՄԻՊ-ը ինքնուրույն չի լուծում այն հարցերը, որը բացառապես գտնվում է այդ կառույցի մանդատի ներքո եւ այդ խնդիրների լուծմանը ներ է գրավում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, որը ցավոք սրտի Ադրբեջանում որևէ իշխանություն, իրավասություն, լիազորություն չունի։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանում ունի նույնքան իրավունք եւ հնարավորություն, որքան արտասահմանցի զբոսաշրջիկը։ Նա չի կարող մանդատի ուժով հանձնառել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Բայց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի Փարիզյան անկախության չափանիշներին համապատասխան որակավորում եւ կարող է ակտիվ ներգրավվածություն ունենալ միջազգային հարթակներում բարձրացնելով Բաքվում պահվող գերիների հարցը։ Մինչդեռ նա անգամ Հայաստանի ներսում գերիների հարազատների հետ պատշաճ շփումներ չի ունենում, վկայում են գերիների հարազատները։ Այս 2.5 տարվա ընթացքում ՄԻՊ-ի հետ հանդիպել ենք մեկ անգամ մեր նախաձեռնությամբ, բարձրացրել ենք որոշ հարցեր, որին խոստացել էր պատասխաններ տալ, բայց մինչ օրս պատասխանները չկան։ Անահիտ Մանասյանն ասեց, որ կապի մեջ է Ադրբեջանի գործընկերոջ հետ եւ կփորձի մեզ օգնել որոշ հարցերում։ Թե Ադրբեջանի գործընկերոջ հետ կապի ընթացքում ինչպես է մարդու իրավունքների պաշտպանը օգտակար եղել օրինակ Դավիթ Իշխանյանի հարազատներին, շոշափելի չէ։ Գուցե պատճառն այն է, որ այդ մեկ հանդիպումն է միայն եղել, այն էլ գերիների հարազատների խնդրանքով։ Իսկ ինչ կտա Բաքվին, եթե օրերից մի օր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը որոշի եւ այցելի Բաքվի գերիներին։ Ադրբեջանական ՄԻՊ-ը Հայաստանի ՄԻՊ-ի ներգրավվածությամբ կարողանալու է քողարկել այդ խոշտանգումները եւ ինչու ոչ լեգիտիմացնել այսպես կոչված միջազգային ստանդարտներին համապատասխանող պայմաններ հայ բանտարկյալների համար։ Եվ երկրորդը իմ գնահատմամբ սա նաեւ շեղող տակտիկա է, որովհետև մենք գործ ունենք ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների հետ, որոնց իրավունքի խախտման վերացումը ենթադրում է նրանց ազատ արձակում։ Եվ եթե նրանք ազատ արձակված չեն, հետագա երաշխիքները դեռևս չեն նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը լուծվել են, եւ ադրբեջանական ՄԻՊ-ը փորձ է անում ազատ արձակման խնդրից ծանրաբեռնվածությունը տեղափոխել նրանց պայմանների ապահովման խնդրին։ Գերիների պահման պայմանների հարցը կարևոր է, նրանց ընտանիքների հանդիպումները եւս։ Բայց այս խնդիրներն առաջացել են, որովհետև Բաքուն ապօրինաբար պահում է հայ գերիներին եւ տարիներ շարունակ չի վերադարձնում։ Ադրբեջանական մարդու իրավունքների պաշտպանի հովանավորությամբ նոր իրողության շուրջ ադապտացման քաղաքականություն է սկսել Բաքուն։ Հայ գերիներին, նրանց ընտանիքի անդամներին ու հայ հասարակությանը փորձում են համոզել, թե գերիները իբր պատիժ են կրում Ադրբեջանում եւ տարբեր այցելություններով նրանց թույլ է տրվում օգտվել իրավունքներից։ Մինչդեռ այսպիսով հեռացնում են ամենամեծ ու հրատապ ազատ արձակման խնդրից։ Սիրանուշ Սահակյանն ընդգծում է, եթե Ադրբեջանը հարգում է մարդու իրավունքները, մարդասիրական նորմերը, ապա պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր հայ գերիներին, այդ թվում ռազմաքաղաքական ղեկավարներին։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Բայց Բաքվի քաղաքականությունը միայն հայ գերիների իրավունքների խախտումներով չի սահմանափակվում։ Օկուպացված Արցախում շարունակվում է նաև հայկական մշակութային եւ հոգեվոր ժառանգության հետևողական ոչնչացումը։ Քանդված եկեղեցիներ, պղծված գերեզմաններ, անհետացած խաչքարեր ու ձևափոխված պատմություն։ Մասնագետները սա որակում են որպես մշակութային ցեղասպանություն։ Ինչպես են հայկական մշակութային արժեքները ներկայացվում որպես ադրբեջանական ժառանգություն, ինչու են թիրախավորվում հատկապես եկեղեցիներն ու հուշարձանները եւ ինչ պատկեր է Բաքուն փորձում ներկայացնել միջազգային հանրությանը, թեմային անդրադարձել է Գառնի Մութաֆյանը։ Քանդված, պղծված եկեղեցիներ, խաչքարեր, կոթողներ ու գերեզմաններ։ Այս քաղաքականությունն է որդեգրել Ադրբեջանը օկուպացված Արցախում։ Կրոնական հետքի ջնջում, պատմական ներկայության վերաձևում, մշակութային յուրացում, քաղաքային հիշողության ոչնչացում։ Սա էլ վերջնական նպատակն է։ Հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը, քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, վնասել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը, ավերել են Խնածախ գյուղի հայրենական եւ արցախյան պատերազմների հուշարձանը, պղծել Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը։ Սրանք մշակութային վանդալիզմի միայն վերջին շրջանի արձանագրված դեպքերն են, մինչդեռ ամբողջական պատկերը ավելի ցավոտ է ու մտահոգիչ։ Անհետացել են ոչ միայն շինություններ, այլև այդ շինություններում եղած հայկական հետքը։ Խոսքը 1000-ից ավել արձանագրված դեպքերի մասին է։ Այդ թվում 7 ոչնչացված եկեղեցի, 10-ից ավելի հիմնովին ոչնչացված բնակավայրեր, պատմական թաղամաս ոչնչացված Ստեփանակերտում, Հադրութում, Շուշիում եւ այլ բնակավայրերում։ Վաղուհասի գերեզմանոցի տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն գերեզմանների վնասում է, այլև զոհվածների հիշատակի, հուղարկավորության սրբության եւ մարդկային արժանապատվության կանխամտածված անարգանք, պնդում է Ավանեսովը։ Ադրբեջանը համակարգված կերպով Արցախում ոչնչացնում է պատմամշակութային ժառանգությունը, մեր հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, հուշարձաններ։ Սա համակարգված քաղաքականություն է եւ կապված է Ադրբեջանի այդ հայ քաղաքականության հետ, որի նպատակը տարածաշրջանի ամբողջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն է։ Սակայն Բաքուն Արցախի հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն։ Շուշիում օրեր առաջ զբոսաշրջային երթուղիներով շրջում էին օտարերկրյա դիվանագետներ, լսում այսպես կոչված վերականգնման մասին պատմություններ եւ տեսնում մի իրականություն, որտեղ հայկական հետքը փորձում են ներկայացնել արդեն այլ անունով։ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ եւ այլ ներկայացուցիչներ 62 երկրներից եւ միջազգային կազմակերպություններից այցելել են Արցախի տարբեր հայկական մշակութային վայրեր եւ թանգարաններ, ականատես լինելով դրանց ադրբեջանականացման ակտիվ գործընթացներին։ Օրինակ Շուշիի գորգերի թանգարանում դիվանագետներին ցույց են տվել հայկական արծվագորգերը եւ վիշապագորգերը ադրբեջանականի անվան տակ։ Դիվանագետները ծանոթացել են նոր մզկիթի նախագծին՝ Յենի Շուշա, հայերեն Նոր Շուշի մզկիթում, որի հիմքը դրվել էր 2021 թվականին։ Սա Ադրբեջանի մշակութային քաղաքականության առանձին ուղղություն է։ Երբ հայկական տարածքներում մշակութային ոչնչացված հուշարձանների տեղում կառուցվում են մզկիթներ եւ իսլամացվում քրիստոնեական երբեմնի հայկական լանդշաֆտը։ Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, թե Շուշիի Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բերելու են իր պատմական տեսքին, այսինքն վերացնելու են ռմբակոծության հետքերը, վերականգնելու են գմբեթը։ Սակայն տեղի ունեցավ հակառակը, Բաքուն քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը եւ դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Մաքրել են նաեւ արևմտյան ճակատի քանդակը, որը ներկայացնում էր Խաչակիր Քրիստոսը թեման։ Ավանեսովի խոսքով շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։ Եկեղեցու ճարտարապետական տեսքը մինչև 1920 թվականի Շուշիի
հայերի ցեղասպանությունը եւ հայկական թաղամասի ավիրումը ունեցել է լրիվ այլ տեսք։ Այսինքն այնինչ մինչ ռմբակոծումը 20 թվականին մենք տեսել ենք եւ կար, դա նույն դա է եկեղեցական ճարտարապետական տեսքը, որը համապատասխանում է մինչ 1920 թվականի եւ դրան հաջորդած վանդալիզմի դեպքերին։ Խաչերի անհետացում, հայկական արձանագրությունների վերացում, ճարտարապետական ձևափոխումներ, հայկական գորգերի ներկայացում որպես ադրբեջանական ժառանգություն։ Երբ միջազգային հանրությունն ու դիվանագետները տեսնում են այս ամենն ու նրանց արձագանքը լինում է լռությունը, դառնում են Բաքվի հանցակիցը, տալով նրան կանաչ լույս մշակութային ցեղասպանությունը շարունակելու։ Գարրի Մութաֆյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ներքաղաքական դաշտում շարունակվում է նախընտրական պայքարը, իսկ քարոզարշավի ամենակննարկվող թեմաներից մեկը դարձել է դպրոցների ներգրավվածության շուրջ սկանդալը։ Արագածոտնի մարզում 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում են ներկայացրել այն բանից հետո, երբ դիտորդներն ու լրագրողները արձանագրել էին աշակերտների եւ ուսուցիչների մասնակցությունը իշխող ուժի քարոզարշավին։ Որպեսզի չստացի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ, ինչ-որ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, որովհետև տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր պարզաբանումներ, մենք հիմա ծառայական քննություն կիրականացնենք եւ այնտեղ, որտեղ պարզի, որ ապօրինի հրահանգ ա եղել, միանշանակ ազատվենք։ Այս վերջերս ընդհանրապես ես ասեմ, որ այս վերջերս դիտորդների հետ մի զրույց եմ ունեցել, ինձ հարց տվին, ասին 8 տարիա վարչապետ եք, ոնց եք խուսափելու վարչական ռեսուրս օգտագործելու մեղադրանքից, եւ ես իրենց ասացի կհավատաք, ես ատում եմ վարչական ռեսուրսը։ Այս դեպքին արձագանքել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ ուսումնական գործընթացը չպետք է խաթարվի քաղաքական միջոցառումներով։ Անահիտ Մանասյանի խոսքով երեխաների մասնակցությունը հանրային գործընթացներում կարևոր է, սակայն դա չի կարող իրականացվել դասապրոցեսի հաշվին։ Օրինակ, մենք մի դեպքի մասին կարող ենք իմանալ կամ մի իրավիճակի մասին կարող ենք իմանալ, մեկը հանրային հնչեղություն ստանա, մյուսը ոչ, բայց պետք է սրան շատ մեծ ուշադրություն դարձնել եւ կրթության իրավունքի երաշխավորումը պետք է նաեւ քաղաքական բոլոր գործընթացների ընթացքում առաջնահերթ լինի։ Մեր խնդիրը առաջին հերթին կրթության իրավունքի երաշխավորումն է այս համատեքստում եւ մենք դրա համար հատուկ արձանագրել ենք, որ դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի անկախ քաղաքական գործընթացներից ու նաև բնականաբար եթե ընտրելու իրավունքի հետ կապված է որևէ հանգամանք հարկադրանքի մեջ ներառի եւ այլն բնականաբար սա եւս խնդրահարույց է, բայց մենք դրա վերաբերյալ ահազանգեր չենք ստացել, մենք ստացել ենք կամավոր եղանակով հավաքի մասնակցության ահազանգի մասին, որի պատճառով խաթարվել է դասապրոցես, հետեւաբար այդ պրոցեսն է ուսումնասիրում։ Քարոզարշավին զուգահեռ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև մի շարք այլ աղմկահարույց գործեր։ Բրոսովի անվան պետական համալսարանում կաշառքի գործով մի քանի անձ է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են ամբիոնի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք, կաշառք տալու եւ ստանալու կասկածանքով։ Ըստ մամուլի խոսքը համալսարանի անգլերենի ամբիոնի վարիչի մասին է։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները շարունակվել են նաև քաղաքական դաշտում։ Հայաստան դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություն է իրականացվել։ Մեկ անձ ձերբակալվել է ու տեղափոխվել Երևան։ Դեպքին արձագանքել է Հայաստան դաշինքը, հայտարարելով, որ իրենց գրասենյակի շուրջ կատարված գործողություններն ու թիմակիցների նկատմամբ գործընթացները անակնկալ չեն իրենց համար։ Դաշինքը պնդում է, որ այս գործողությունները եւս մեկ անգամ փաստում են, որ իշխանությունը չունի հանրային աջակցություն եւ սեփական ուժերի հանդեպ վստահություն, եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։ Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։ Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։ Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը, մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։ Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին, մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին։
Իդեպ այսօր Հայաստան դաշինքը քարոզարշավ էր անցկացնում Աջափնյակ վարչական շրջանում։ Գործող իշխանությունը, գլխավոր հոգեկան հիվանդը, ընտրարշավի փոխարեն նոպաները սկսվել է եւ հայախառն ելույթներ, մարդկանց ընտանիքներին թիրախավորել, համատարած հիստերիա։ Հիմա հարց, ինչի է կրկին ընկել հիստերիայի մեջ, որն այս ամեն ինչի պատճառը։ Պատճառը հետևյալն է։ Դուք տեսնում եք Երևանում ընտրարշավի մեջը ամեն ծառ եւ թփի տակ որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե հասանելիություն ունենում է իրեն մոտենալու, հանդիպելով փոխանցում է հետևյալը, որ դու հայրենիք հանձնած, Արցախ ծախած 5000 մարդու զոհվելու պատճառ դարձած մեկն ես եւ վերարտադրվում ես, որ ինչ անես, հիմա ինչը հանձնես։ Եվ ես ողջունում եմ բոլոր այդ քաղաքացիներին եւ դա պետք է շարունակվի ու իրեն ամեն պատի տակ պետք է հիշեցնել, որ ինքը դավաճանա, վերարտադրվում է, որ կատարի Ալիևի արչև ստազնած իր նոր խոստումները։ Դուք ստեղ գալուց առաջ տեսակ ժողովուրդ։ Այսօր Չարիկը Աջափնյակի տարածքում էր եւ ամեն մի խաչմերուկում ոստիկանություն էր կանգնած։ Ամեն մի պատի տակ, ծառի տակ շարված են։ Այդ անընդհատ որ խոսում է ժողովրդավարությունից, այդքան զորքերով փորձում է ամեն ինչ անել, որ իրեն հասանելիություն ունենան միայն իր կողմնակիցները, միևնույնն է չի ստացվում եւ շարունակ պետք է հիշեցվել։ Այս մարդու հիստերիայի պատճառը դա է, ինքը հասկանում է, որ իշխանությունը կորցնելու է, հետեւաբար շատ ըմբռնումով մոտեցեք։ Մենք չենք հայոյելու։ Աշխարհի բոլոր հայոյանքները իրեն իր արածի դիմաց բավարար չեն։ Ինչպես հասկացաք, նույն վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպումներ է ունեցել նաև իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիներից մեկի միջև լեզվակռիվ է սկսվել։ Քաղաքացին Փաշինյանին մեղադրել է Արցախի կորստի համար։ Հա, բայրիկ ջան, հա։ Բարև ձեզ, ինչ են թողնում։ Ես հանցագործ եմ, բայց ինչ հարկավոր։ Որովհետև կտրուկ գործողություններ եք անում, կտրուկ գործ։ Ես եկա ձեզ տեսնելու։ Համեցեք։ Նախ բարև բոլորին։ Բարև ձեզ։ Ընտրություններին հետո ուզում եք, դե քանի որ Ղարաբաղը հանձնել է, հիմա որտեղ եք ուզում հանձնեք։ Տիկին, ես ուրեմն ձեր Ղարաբաղը դուք հանձնել եք։ Ղարաբաղը Դա 100%։ Ինքս Ղարաբաղցի եմ ու գիտեմ, որ ինքդ եւ դուք ձեր բերանով ասել եք, որ հանձնել եք Ղարաբաղը։ Դվել եք Ադրբեջանը։ նախ ես ուզում եմ Մերոք լեյվ անտուն են հիմա։ Ունեցված թողած, սոված ծարավ ստեղել չեն։ հազարավոր Այո, հազարավոր սոված ծարավ են։ բնակարանի ապահովության ծրագրից են օգտվում։ Ծրագիրը պետք չէ։ Քարոզարշավին ակտիվ մասնակցում է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմն այսօր Տավուշի մարզում էր։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանը հայտարարել է, որ սահմանին 18-ամյա երիտասարդների փոխարեն պետք է ծառայեն պայմանագրային զինծառայողները, քանի որ նրանք ավելի փորձառու են։ 18 տարեկան երեխաներին սահմանի վրա ուղարկել չի կարելի։ Դե մենք ենք առաջ։ Դուք եք անում, դրա համար ձեզ ասենք, թե պետք է նորմալ աշխատավար, դե ես գիտեի, ասում են բարձրացել են գումարները, մեծ գումարներ են տալի։ Գումարներ պետք է տան հիմնական պայմանագրային ծառայողներին, որը փորձ ունի, պատերազմին մասնակից է, նա ասենք թե պրակտիկա ունի, կարող է լիարժեք պայքարել, կռվել։ Ոչ թե 18 տարեկան անմեղ երեխաների սահմանները, որ զենք բռնել չգիտի ոնց պաշտպանի, որ դա բոլորի սիրտը պետք է ցավա։ Ավելի լավ 10,000 պայմանագրային ծառայող լինի, քան թե 30-40,000 անփորձ երիտասարդ, որ դա իրոք մարդու սիրտը պետք է ցավա։ Ես դեմ չեմ, սարքել են տարուկես, կարան սարքեն 3 ամիս, որտեղ նրանք սահման պահող չեն, այլ նրանք կարողանան սովորել, կրթվել, պարապել։ Քաղաքական ուժերը շարունակում են խոսել բարեկեցության եւ տնտեսական զարգացման մասին, սակայն քաղաքացիների առօրյան հաճախ այլ պատկեր է ցույց տալիս։ Վերջին տարիներին առաջին անհրաժեշտության ապրանքների գները զգալիորեն աճել են, հացից ու կաթնամթերքից մինչև միս ու բանջարեղեն։ Ինչ գործոններ են ազդել գների աճի վրա եւ ով է պատասխանատու, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։
Անցնող 8 տարիներին 35-ից 40% գնաճ է գրանցվել պարենամթերքի ու այլ առաջին անհրաժեշտության մթերքի շուկայում։ 2018 թվականին իշխանության գալով Նիկոլ Փաշինյանի թիմը խոստանում էր տնտեսական հեղափոխություն, մենաշնորհների վերացում, ազատ մրցակցություն եւ քաղաքացիների կյանքի բարելավում։ Սակայն 8 տարի անց պաշտոնական թվերը ցույց են տալիս այլ պատկեր։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի սպառողական գների ինդեքսի տվյալներով 2018-ից մինչև 2025 թվականը առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ ոչ միայն չեն էժանացել, այլ թանկացել են տասնյակ տոկոսներով։ 2018-ից 25 թվականների գնաճը հաց եւ ձավարեղեն շուրջ 40% աճ, միս մոտ 35-ից 40% աճ, կաթ, պանիր, ձու մոտ 30-ից 35% աճ, բուսայուղ եւ ճարպեր ավելի քան 55% աճ, մրգեր շուրջ 35% աճ, բանջարեղեն մոտ 45% աճ, շաքար, մեղր, քաղցրավենիք շուրջ 25-ից 30% աճ, սուրճ, թեյ, կակաո ավելի քան 40% աճ։ Առավել կտրուկ թանկացումները գրանցվել են հատկապես 2021-ից 2022 թվականներին։ Օրինակ բուսայուղի եւ ճարպերի դեպքում տարեկան գնաճը հասել է 25.6%-ի, իսկ բանջարեղենի դեպքում 28.1%-ի։ Տնտեսագետների խոսքով պատճառները բազմաթիվ են՝ ներմուծումից մեծ կախվածություն, միջազգային շուկաներում պարենի թանկացում, լոգիստիկ ծախսերի աճ, դրամի փոխարժեքի տատանումներ, նաեւ ներքին շուկայում սահմանափակ մրցակցություն։ Սակայն տնտեսագետ Հրայր Կամենդատյանի կարծիքով պաշտոնական թվերն անգամ ամբողջությամբ չեն արտացոլում իրական պատկերը։ Գնաճը 80, 90, 100, 120, 200%-ի տարբերություններ կան այստեղ։ Այդ կառույցը խախտվող կառույց է։ Հստակ արձանագրել։ Այս ֆոնին իշխանությունը պարբերաբար հայտարարում է կենսաթոշակների բարձրացման մասին։ Վերջին տարիներին նվազագույն կենսաթոշակը մի քանի փուլով բարձրացվել է, սակայն քաղաքացիներն ասում են, խանութում այդ բարձրացումը գրեթե չի զգացվում։ Նույն գումարով գնվող ապրանքների քանակը շարունակ նվազում է։ Եթե 2018 թվականին նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվում էր ամսական շուրջ 61000 դրամ, ապա այսօր նույն զամբյուղի արժեքը զգալիորեն ավելի բարձր է։ Ամբողջ սննդամթերքը թանկացել է, ես չգիտեմ դա ինչով է պայմանավորված, բայց այո։ Հատկապես ներող նկատել Բոլորը առանց բացառության։ Ոչ նկատել եմ, իսկապես տնչա։ 10,000 ավելացա, բայց 3 ամիս առաջ թանկացել էր գները արդեն։ Մեզ համար դժվար է, մեզ ինձ համար դժվար է, չգիտեմ։ Հենց նոր մտա մսի խանութը 5500։ Այսինքն այդ 10,000-ը որ ավելացրել է, ես չեմ կարող 2 կիլո միս էլ առնեմ։ Հասկացա՞ք։ Իսկ մարդկանց գոնե ամիսը մեկ անգամ կարելի է չէ՞ միս ուտել։ Ամեն ինչն է բանը, բոլորը ամեն բան։ Իհարկե նկատել ենք, բայց ուղղակի ցանկություն չկա խոսալու։ Նկատել եք, որ պետությունները պարենամթերքը թանկացել են։ Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, ես ոչ մի հարց չեմ ուզում պատասխանել։ Դուք չգիտեք, որ թանկացել է։ Հատկապես որ ապրանքներ։ Բոլորը։ Ամեն ինչը, ես ի վիճակի չեմ անգամ միս առնելու։ Հա։ Անգամ են Կապիկյան Թորոսյանը Կապիկյանը այդ Արսենը, անգամ են բանկի փողը են կուլտալի չեն տալի։ Գնաճը բնական է, բայց ըստ մասնագետի յուրաքանչյուր կառավարություն կարող է իր երկրում զսպել այն։ Դրա համար անհրաժեշտ է միայն ցանկություն։ Այս տարբերությունները ճիշտ է գնացին են, ճիշտ է, այս տարբերությունները ապրիորի մեզանից անկախ գոյություն ունեն, բայց խնդիրը նա է, որ մենք ունենք նաև պետություն եւ ունենք կառավարություն, այդպես կառավարություն չեմ ասում, կառավարություն։ Եվ այդ կառավարությունը պարտավոր է շուկայում անընդհատ առաջ եկող դիսբալանսի այդ բաղադրիչների, ինդիկատորների հետ կապված աշխատանքներ ձեռնարկել։ Այսպիսով, թվերով թոշակներն ու աշխատավարձերը գուցե բարձրացել են, բայց մարդկանց գնողունակությունը ոչ։ Եվ երբ իշխանությունը խոսում է սոցիալական առաջընթացից, պաշտոնական վիճակագրությունը հիշեցնում է մեկ այլ իրականություն։ Հայաստանում աղքատության մակարդակը ըստ տնտեսագետի շարունակում է մնալ շուրջ 25%, այսինքն յուրաքանչյուր 4-րդ մարդը Հայաստանում շարունակում է ապրել աղքատության պայմաններում։ Սեդա Մակարյան, Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Եվ մինչ հասարակությունը շարունակում է քննարկել սոցիալական խնդիրներն ու քաղաքական զարգացումները, հանրային մեծ արձագանք են ստանում նաև երեխաների նկատմամբ բռնության դեպքերը։ Այսօր ահազանգ է ստացվել Տավուշի մարզից մանկապղծության գործի վերաբերյալ։ Տուժողի հարազատների խոսքով քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ ենթադրյալ հանցագործները շարունակում են մնալ ազատության մեջ։ Հիշեցնեմ, որ արդեն գրեթե 2 շաբաթ է, ինչ հանրությունը քննարկում է նաև Վեդիում տեղի ունեցած մանկապղծության աղմկահարույց դեպքը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործով արդեն 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել քրեական հետապնդում, իսկ 2 հոգի կալանավորված են։ Իմ գործընկեր Սեդակ Գյուրեղյան նորեր առաջ եղել է Վեդիում և ուսումնասիրել այս ծանր պատմության մանրամասները։ Վեդիի բնակիչները ցնցված են անչափահաս աղջիկների բռնաբարությունների լուրից։ Մեկը մյուսին պատմում են, վերլուծում ու հավատալ չեն կարողանում։ Աղջիկների մայրը պատմում է, 65-ամյա տաքսու վարորդը երեխաներին պարբերաբար պարապմունքի է տարել։ Իրենց ընտանիքի վստահությունն ուներ։ 65 տարեկան Դավիթ Այնազյանը բռնաբարել է քույրերին, բայց երբ նրանցից մեկն ասել է, որ բոլորին կպատմի, տաքսու վարորդը ձեռքերով բռնել է աղջկա կոկորդից ու սպառնացել։ Դրանից հետո երեխաներին տարել է իր հարևան 58-ամյա Արթուր Երեմյանի մոտ, որը եւս սեռական բնույթի գործողություններ է արել աղջիկների նկատմամբ, բայց դա վերջին անգամը չի եղել։ Ես առավոտ շուտ եթում գործի, դաշտի եթում էլի կապ մապի կանում, ծախնիկ հավքում, երեխան ժամը 6-ին, 7-ին եթում էր ինքը դպրոց, Արթուր անունով քաշելա, նստեցր ավտոն տարել եկեղեցի երեխան, երեխան չէր ասում, հետո տարելա միանգամից դպրոց, ավագ դպրոց է երեխան եթում։ Հենց դպրոցում էլ տեղի է ունեցել բռնաբարությունը, ասում է աղջիկների մայրը։ Ընտանիքը համեստ է, սկզբում տնակում էին ապրում, հետո փոքրիկ տուն կառուցեցին։ Բնակիչներից մեկն էլ աղջիկների տատի հետ է աշխատում։ Հայրական տատիկին ճանաչում եմ, խելոք աշխատող, գյուղացի ընտանիք են, խեղճ ապրող ընտանիք են։ Այդ լուրը լսելուց իմ կարծիքն է, պիտի այդ մարդկանց հրապարակում այդ շատրվանների մոտ, պիտի բերես բենզինը լցես ու վառես։ Ընտանիքից լսել եմ, որ խեղճ մարդիկ են։ Մայրը հավաքարար է, հայրն էլ քաղաքապետարանում այտենց աշխատում է։ Մաքրությամբ, մայրն ու հայրը։ Աղջիկների մասին դες չեմ լսել, չգիտեմ։ Այդ խելոք անմեղ երեխեքին տենց արամ դաստիճակը, ուղղակի դե ապրելու իրավունք չունի։ Վատ բան է տեղի ունեցել, դե կարամասն, բայց դե ովքեր են ինչ են, թե չգիտեմ։ Քաղաքի բնակիչներից մեկը ճանաչում էր տաքսու վարորդին։ Գործի բերումով գնացել եմ, տեսել եմ ինքը հաճախակի կայնածա, խանութի դեմը տաքսիով, դուռը բաց։ Մարզկենտրոն Արտաշատում հետաքրքրված չեն տեղի ունեցած մանկապղծության դեպքով։ Փաստաբանական ու հասարակական համայնքը իրար խառնած դեպքը Արարատի մարզպետարանը հերքել է։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի Արարատի մարզի դպրոցներում անծանոթ տղամարդիկ աշակերտների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների փորձ են արել, չի համապատասխանում իրականությանը։ Մարզպետի աշխատակազմը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ հրապարակման մեջ ներկայացված պնդումները չեն հաստատվում որևէ փաստով եւ կրում են ապատեղեկատվական բնույթ։ Սեդակ Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Վեդիում կատարվածի անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի, նաև Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի և դրա իրավական զարգացումների մասին այս պահին զրուցելու եմ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Մարտիրոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տիկին Մարտիրոսյան, տեսնում ենք, որ Վեդիի դեպքը միակը չէ, բայց մեծ հնչողություն է ստացել հենց Վեդիի դեպքը։ Ինչ կատարվեց, ինչ բացահայտվեց, խնդրում եմ պատմեք ամենասկզբից։ Գանք ամենասկզբից։ Ամենասկիզբը գոնե թե մեզ համար դա մայիսի 2-ն էր, երբ որ մենք տեղեկացանք մայիսի 2-ի գիշերը, որ տեղեկացա, որ Վեդիում ինչ-որ դեպք է տեղի ունեցել, մանկապղծություն, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է։ Իրականում, որ անկեղծ ասած, ես ինքս լինելով 20 տարի փաստաբան, ես մի պահ մտածեցի, որ դե լավ, երևի ինչ-որ մի բան ուռճացված է։ Ասում եմ, դե չի կարող, ոնց կարա տենց բան լինի։ Ամսի 3-ին արդեն
հանդիպելով երեխաներին, հարազատներին, արդեն դեպքի մասին լսելով իրենցից, որպես իրավաբան այդ ամեն ինչը ուսումնասիրելով վերլուծելով, ինչա պարզ դառնում։ Այո, պետք է ընդունենք, որ այս ահասարսուռ դեպքը կոծկվել է։ Կոծկվել է, ես չեմ կարող ասել, որն էր դրա նպատակը, միգուցե նպատակը իմ կարծիքով, նաև իմ գնահատմամբ, պետությունը փորձում է հանցագործությունների աճ կոծկել, որովհետև մենք շատ լավ բոլորս էլ տեսնում ենք, որ այս պահին մենք ունենք հանցագործությունների աճ։ Մենք ունենք իրական հանցագործությունների աճ եւ ունենք արհեստական հանցագործություններ, ինչ-որ ստից բաներ, որոնցով որ ռեսուրսա ծախսվում, այդ չեմ ուզում դրան անդրադառնալ։ Վերի դեպքը ինչ պարզվեց, դեռևս սույն թվականի փետրվար ամսին երկու քույրերից մեկով 15-ամյա աղջնակի մասով հաղորդում է ներկայացվում հանցագործության մասին, հաղորդումը ներկայացնում է հայրը։ Հաղորդման առիթը հանդիսանում է դպրոցի աշխատակազմը, տնօրենը, ովքեր որ կասկածելի հանգամանքներ են բացահայտում կապված ճակերտավոր բարերարի հետ։ Հեռախոսազրույց։ Այո, հեռախոսազրույց, զանգեր, բարերարի կողմից ուղղված 15-ամյա երեխային սպառնալիքներ ներառող եւ որոնց մեջ նաեւ կար տվյալներ, որ իրեն հայտնի է, թե ինչ է իր հանդեպ արել Դավիթը։ Դավիթը մենք խոսում ենք այն 62-ամյա տաքսու վարորդի մասին։ Այսինքն այս գործով մենք ունեինք ուրեմն ինչ էր 3 անձ, 1 բարերար, 1 62 տարեկան է Դավիթը եւ ոմն Արթուր։ Փետրվարի օրավոր ներգրավեց գործի մեջ։ Այո։ Երրորդ անձը։ Չէ, երրորդ անձս մի քանի օրը հետոն ամենավերջում Վարդգեսն էր, որով որ դատարանը խափամամիջած երրորդ անձը հենց Վարդգեսով էր, բայց առաջին հաղորդումը եղել է Վարդգեսով։ Հիմա այստեղ պետք է հասկանալ, թե հաղորդումը ունենալուց հետո ինչ կատարեց, այսինքն ինչ արեց իրավապահ մարմինները, պետությունը ինչ գործադրեց այս հանցագործության բացահայտման ուղղությամբ։ Ոչինչ, Սվետլանա ջան, ոչինչ չեն արել։ Ունենալով իրենց մոտ տվյալներ, որ երեխայի նկատմամբ ինչ որ բնույթի, սեռական բնույթի ոտնձգության փաստեր կան, իրավապահ մարմինները քրեական վարիք նախաձեռնում են իհարկե, վարիք նախաձեռնելուց հետո, երբ որ ակնհայտ երեխայի հետ երբ որ շփվում ես, դու տեսնում ես, այդ պետք չի դրա համար հատուկ մասնագիտական գիտելիքներ, երեխան ունի ակնհայտ հակառակ սեռի նկատմամբ դրսևորված վախ։ Երեխային ներկայացնում են դատաբժշկի, երեխան բնականաբար դատաբժիշկը տղամարդ, երեխայի մոտ հիստերիա, լաց, վախ, արձանագրվում է, որ երեխան հրաժարվեց։ Այդքանով բավարարվում են։ Փետրվար ամսից որևէ օպերատիվ միջոցառումներ չի իրականացվել։ Ինչա բերում դրա հետևանքը բերում է դեպքերի կրկնության։ Բերում է հանգեցնում է նրան, որ ապրիլ ամսին մեծ քրոջ նույն ընտանիքից 2 երեխայի մասին ենք խոսում, մեծ քրոջ մասով էլի դպրոցը, սկզբից դա նկատում է դպրոցի հավաքարարը, այնուհետև աղմուկա բարձրացնում, դպրոցի տնօրենն է միանգամից դրան արձագանքում, որ նկատում են, որ երեխային ինչ որ հավաքարարը նկատում է, որ ամեն օր ինչ որ տարօրինակ մեքենա է գալիս, նույն մեքենան գալիս է, ինչ որ էս երեխային տանում է, բերում է, եւ այդ օրն էլի գալիս է, որ պետք է երեխային ուզում է հերթական անգամ նստեցնի մեքենան, երեխան չի ցանկանում, սա ինչ որ փոխում է բռնությամբ նստեցնի։ Աղմուկա բարձրացնում, սա ներկայանում է իբրև թե հոր ընկերն է, ինչը պարզում են, որ տենց բան չկա, այդտեղից գծիկը քանդվում է, դա լինում է ապրիլ ամսին արդեն։ Ապրիլ ամսին հաղորդումը կա, տվյալը կա, ցուցմունքները կա։ Երեխան պատմում է իր հետ տեղի ունեցածի մասին դպրոցի հոգեբանին, պատմում է տնօրենին, այսինքն արդեն բավարար բան ունի։ Ոչինչ չի ձեռնարկվել, ոչինչ։ Երբ որ ես արդեն ներգրավեցի դամսի 5-ն էր, երբ որ գնացինք քննչական, իմ առաջին հարցն էր, լավ, ինչքան էլ քաղաքացուց ճշտես, բայց ամեն դեպքում, հարցնում եմ, երեխաների հագուստները առգրավել եք, ոչ։ Լավ, երեխաները նշել են, չէ, որ այդ դեպքը մեքենայի մեջ է տեղի ունեցել։ Մեքենաներն ուր են։ Մենակ մեկինն է տարվել հատուկ պահպանման գոտի, փորձաքննություն նշանակվել է, դատահետքաբանական կա եւ այլն, ոչ։ Լավ։ Թվային խուզարկություն, հեռախոսներ առգրավվել է, ոչ։ Պատկերացնեք, ես խոսում եմ գործողությունների մասին, որոնք որ առաջնային կատարման ենթակա էին։
Այսինքն պետությունը ուներ պոզիտիվ պարտականություն, մենք ստեղ գործ ունենք անչափահասի նկատմամբ տեղի ունեցած հանցագործության մասին, որը իրենից պահանջում է եւ ինչ հանցագործության տեսակա, այնպես չէ որ գողություններ կամ չգիտեմ վիրավորանք հասցնել էր, հա, մենք խոսում ենք մի հանցատեսակի մասին, որ հատուկ ջանասիրություն է պահանջում, որ դու գործողություններ կան, միջոցառումներ կան, որ դու իրավունք չունես դրանք հետաձգես կամ անտեսես։ Հակառակ դրան որևէ բան չէր կատարվել։ Որևէ բան չի իրականացվել, չի կատարվել, ասում են երեխաները այս գործով քննչական կոմիտեն ինչ որ հաղորդագրություն էր տարածել, ասում է, այ չեն կարել, որովհետև երեխաները տվել են իրարամերժ ցուցմունք։ Ու նաև ճիշտն ասած ինձ համար շատ անընդունելի նշում են, թե երեխան ունի մտավոր հետամնացություն։ Ստեղ բացի են, որ էլ եմ ասում, անընդունելի է նման տվյալի հրապարակումը, միևնույն ժամանակ հարց առաջանում, ասում ես, բա եթե դու տենց տվյալ ես հրապարակում, իսկ ինչու չես ասում, բա այդ դեպքում դու ինչ ես արել, հատուկ ինչ միջոց ես ձեռնարկել այդ երեխայի հետ աշխատելու, եթե տվել էր իրարամերժ ցուցմունք, չէ՞ որ դու ունես գործիքակազմ, այդ ցուցմունքով չէր որ դա պիտի պարզվեր, դու ունես լայն գործիքակազմ, որով կարող է իր հանցագործությունը բացահայտել։ Ինչ ես արել, ոչինչ չի արվել։ Երեխաների հետ չի աշխատել հոգեբան։ Տարել են ձևական ֆորմալ, այսինքն ձևը պահպանելու համար, բացել են հարցաքննության բլանկ, իբրև արձանագրություն, հեսա գրեցինք, վայ, գիտեք ինչ կա, այստեղ հակասություն կա, անտեսել է, որ երեխան նաև օրինակ փորձագետի մոտ է արտահայտվել, այստեղ արտահայտվել, այնտեղ արտահայտվել, հա, ու գործը դնում են այն կողմ։ Գործը դնում են այն կողմ, էլի եմ ես ասում, այսպես տարբեր, հա, կարային քվարկասներ լինի, որ մեկը, որ կներեք ժողովրդի լեզվով ասած, դե անտեր ընտանիքա ով է իրենց հետևից գնացող, հաջորդիվ դե ինչի հանկարծ սրա մասին խոսենք, թող այս տվյալը գոնե փակվի, որովհետև այո, դուք շատ ճիշտ նշեցիք եւ դա ընդունեց պաստորեն գլխավոր դատախազը, որ այո, դեպքերը շատ են։ Ու հիմա դուք չեք պատկերացնի, այս վերի դեպքի բացահայտումից հետո, հրապարակայնացումից հետո հենց ինձ ինչքան շատ են դիմում։ Գիտեք, մարդիկ սենց վախեցած անհատական հաղորդագրություններ են ուղարկում, որ այ գիտեք, ինչ Տիկին Մարտիրոսյան, այս ինչ տեղնել է, սենց բաներ է տարիներ առաջ, այն ինչ տեղնել է եղել։ Ու այս ամեն ինչի լույսի ներքո, գիտեք, ես անդադ ասում եմ, այս երկու քույրերը ինձ համար ոնց որ սիմվոլի, էտալոն դարձան, իրենք էտալոն դարձան, այդ երեխեքի համար այնքան դժվար էր նորից անցնել այս ամեն ինչի միջով։ Դուք անցամբ հանդիպել եք երեխաների հետ զրուցել։ Բա իհարկե, ես առանց իրենց հետ զրուցելու, ես դրա մասին մենք ուղղակի չէինք խոսի։ Առաջին օրը հենց ամսի 3-ին, երբ որ ես իրենց հետ զրուցելուց հետո սենց զանգում եմ Վարդուն Էլբակյան, մյուս փաստաբանին գործընկերուս, ասում եմ, Վարդուի, դու չես պատկերացնի, ինչա, ասում եմ, դու ուղղակի չես պատկերացնի, որտեղ իրոք, ես ասում եմ, երեխեք խոսում էին, ես սարսափում էի։ Իսկ երեխաներին բերել հասցնել, որ երեխաները համաձայնվեն խոսեն, դա այդքան հեշտ չէր։ Մենք գործ ունենք ստրես տարած, հոգեբանական շատ ծանր վիճակում գտնվող անպաշտպան պետության կողմից անտեսված երեխաների հետ։ Երեխաների հետ մենք աշխատել ենք, որ կարողացել ենք բերել հասցնել մեզ վստահելու մակարդակին։ Երբ որ ամսի 5-ին, եթե կհիշեք այդ օրը, քանի որ արդեն նաև Սյուզիներ Բադոյան, նաև Հայկներ, կարծեմ TV 5-ից Հայկը լուսաբանում էին հենց վեդու քննչականի մոտ այդ ինչ որ այնտեղ տեղի էր ունենում, հա, երբ որ մենք առաջ գնացինք քննչական ու դե թող գա բան դուժողը լրացուցիչ հարցաքննվի, դուժողը առերես պնդի իր ցուցմունքում ենք ցենց համաձայնվեցինք երեխային այդ ծանր վիճակում տանենք 3 անգամ նորից այդ գործողությունների միջով երեխան անցնի, մենք ինչներ որ ասում ենք այ ուզում ես ինքը իրենք ուրիշ բալիկների էլ sense ցավ պատճառեն, ասում է ինչ է, ու հարցունքները գնում էր երկուսի աչքերից էլ։ Մենք խոստանում ենք, այսինքն ես ու Վարդուին խոստացել ենք այդ երեխաներին, որ իրենք կպատժվեն իրենց պատճառած ցավի համար։ Ու այդ երեխեքին դա էր, հասկանում եք, այդ 17-ամյա երեխան, որը համաձայնվեց այդ օրը 3 անգամ նորից անցնել այդ ամեն ինչի միջով, պատճառը այն էր, որ ուրիշ բալիկների ցավ չպատճառի, եւ որ իրենք կպատժվեն, եւ որ իրենք էլ կյանքում չեն տեսնելու դրանց։ Չեք պատկերացնում ոնց են վախենում։ Ուղղակի չեք պատկերացնի։ Ու այդ ամեն ինչից հետո, երբ որ իսկ առերեսումից հետո տվեց առերես ցուցմունք, պնդեց առերես ցուցմունքի ժամանակ, ինչպես թե ինչ են արել, այնտեղ մեկը Դավիթը, քանի որ Դավիթը 2 քրոջ նկատմամբ էր արել, 2-ի հանդեպ էր արել։
Եվ քույրը ցուցմունքում նշում է, պնդում է ցուցմունքը, որ այո, իմ նկատմամբ է, քրոջս նկատմամբ է։ Դուք պատկերացնում եք մի հատ իրավիճակ, 17 տարեկան երեխան պատմում է, որ ինքը ոնց է ուզեցել քրոջը օգնի, իր աչքի առաջ է եղել ու չի կարողացել։ Պատկերացնում եք ինքը ինչ ստրես է տարել։ Ու այդ վախը, այդ սպառնալիքները, որ հնչեցրել են այդ երեխաներին։ Գործողություններից հետո մենք արդեն գիշեր ժամը 11-ն է ու երեխան գիտակցում է, որ մանկապիղծը ազատ արձակվելու բաժնից։ Դու գիտեք այդ ինչ էր։ Այդ երեխու համար ես չգիտեմ դա որորդ ստրեսներ, որ ինքը տարավ, մենք դուրս ենք եկել քննչական բաժնից, ինքը այդ գիտակցումից, որ նա էլ հեսա պիտի դուրս գա ու գնա տուն, ինքը այնպես փաթաթվել էր մեզ ու լացում էր մենակ։ Այդ երեխեքը դարձան էտալոն, որ պիտի բարձրաձայնվի, որ անթույլատրելի է եւ պիտի պատժվեն նմանատիպ եւ ընդհանրապես հանցագործությունները եւ առավել եւս նմանատիպ հանցագործությունները կոծկող անձինք։ Հասկանում եք, որևէ ձևով չի կարող արդարացվել այն անգործությունը, որը որ դրսևորել է ոստիկանությունը, որը որ դրսևորել է քաղաքապետարանի խնամակալության հոգաբարձության մարմին ունեն, որը նստած է իր աշխատավայրում եւ ինչ որ դեպքից հետո մարզպետարան, քաղաքապետարան, քաղաքապետ ունեն, որը բոլոր գործերով ինչ որ որոշում էր, որ հայտարարություններ եւ դիրքորոշումներ պետք է գնահատականներ պետք է արտահայտեր, չգիտես ինչի էս գործով ոչ մի գնահատական դեռ չարտահայտեց, չքննադատեց, չասեց իր դիրքորոշումը, հա։ Այն անգործությունը, որ իրենք դրսևորել են, անգործություն, որը դրսևորել էր քննչականը, սա անթույլատրելի է եւ պիտի պատժվեն, որ նմանատիպ դեպքերը չլինեն։ Իսկ հանդիպել եք ընտանիքի անդամների հետ, եթե հավաքարարը դպրոցի նկատել էր այդ երեխաներին ուղեկցելը, տանել վերելը, ընտանիքի անդամները չէին նկատել, չէ՞ որ 62 տարեկանը հենց իրենց ընտանիքի վարորդն էր։ Ցավոք սրտի, վարորդ ասելով, գիտեք ինչ, չէր կարող լինել վարորդը, որովհետև ընտանիքը այդ նյութական ապահովվածությունը չուներ, որ վարորդ պահեր, հա, այսպես ասած։ Վարորդ տաքսու վարորդը իրենց հարևանը, ով ամեն օր եկել է իրենց տուն, ինչ որ կինը ասում են այդտեղ մոտ աշխատելիս է եղել, պատճառաբանել է, որ սպասում ինչ որ կինը աշխատանքից դուրս գա, որ վերցնի գնա տուն, հա, այսինքն ինքը որոշակի հարաբերություն է ստեղծել։ Նայեք, առաջինը ճակերտավոր բարերարը, այսա պարզման ենթակա է, թե բարերարը որտեղից հայտնվեց, ոնց իմացավ այս ընտանիքի մասին եւ տենց էլ քանի ընտանիքների էին բարեգործություններ արել։ Բարերարը կոնկրետ առնչություն է ունեցել 15-ամյա քրոջ հետ, այսինքն բոլոր գործողությունները եւ այսօր են մեղադրանքը ճիշտ ասած, որը որ առաջադրված է, ես վստահ եմ եւ հույսով եմ, որ դա հետագայում կփոփոխվի, որովհետեւ դեռ տվյալներ, որոնք որ մենք ունենք, շատ ավելի իմ մասին են խոսում, քան այս պահին, որ իրեն մեղադրանքը առաջադրված է։ 15-ամյա քրոջ նկատմամբ է կատարել, երեխայի նկատմամբ է կատարել։ Դավիթը, որը որ տաքսու վարորդն է, ինչպես նշեցի, եւ 15-ամյայի եւ 17-ամյայի։ Արթուրը, որը որ այդ դպրոցի մոտից ամեն անգամ 17-ամյա աղջկան տարել է, հա, մենակ 17-ի նկատմամբ է կատարել։ Ոնց է եղել, այս 10-վավանին Արթուրին ընտանիքը չի ճանաչել։ Սա ընդամենը երեխային ներկայացել է որպես հոր ընկերնա, առաջարկել է առաջի անգամ հենց առաջարկել է տուն տանել դպրոցից ուղեկցել երեխան վստահել է նստել է մեքենան այդտեղից է սկսվել ամեն ինչ հետո արդեն հետևում է վախը սպառնալիքները որոնք որ երեխաներին ուղղվել են որ հանկարծ դրա մասին ոչ մեկ չի իմանա նույնը եղել է Դավիթի կողմից երկու քույրերին այն մինչև անգամ որ sense կոկորտներին էլի հանկարծ չփորձվեք պատմեք վախի ազդեցությունը եղել է։ Ընտանիքը այո չի նկատել։ Ընտանիքը հայրը, մայրը, չէ՞ ամեն առավոտ աշխատանքի գնացող սղերջ ընտանիք են։ Չեն իմացել։ Իմացել են, երբ որ արդեն եղել է դպրոցի ահազանգը բարերարի մասով եւ հաջորդ ահազանգը, որ ով է այս անձնավորությունը։ Իսկ մենք իմացել ենք դրա մասին եւ այս ամեն ինչը, հա, ոնց որ ջրի երես դուրս եկավ Սյուզի Բադոյանով։ Եթե Սյուզին չունենար այս տվյալները Սյուզին չստանար եւ չբարձրաձայներ, մենք ուղղակի այս գործի մասին չէինք իմանա, բարերարը կշարունակեր իր բարեգործությունները այլ ընտանիքներում, որը ես էլի եմ ասում, ես երբ որ սկսեցինք մենք այս կծիկը քանդել, մեկ ես ու արդեն որ խոսում ենք, ասում ենք, «Էլ չենք ուզում», մեզ վախացնում է դա, որովհետեւ այդ կծիկը ես արդեն էլ չգիտեմ ինչեւ ուր է տանելու։
Բալավ, այս երրորդ տղամարդը, որը դպրոցի բակ էր գալիս, ոնց իմացավ երեխաների մասին։ Դա բացահայտվել է։ Դա դեռ չի բացահայտվել, պետք է ասեմ, դա դեռ չի բացահայտվել։ Այս մասով, եթե առաջի օրը մենք ունենայինք, նայեք, փոքրիկ քաղաքավեդին։ Վեդում հայտնվում է բարերար, օրինակ, չէ՞։ Ինչ պետք է անեին ոստիկանության։ Ունի ոստիկանությունը օպերատիվ բլոկ, ճիշտ է։ Օպերատիվ բլոկը պետք է տեսնես, չէ՞, ամեն Կիրակի ինչ որ մարդ է գալիս, մարդը գալիս է մի ընտանիք, որը խոցելի է, որը պետք է այս քաղաքապետարանի համապատասխան բաժնի ուշադրության ներքո լիներ, պետության ուղիղ հոգացության ներքո լիներ։ Ամեն Կիրակի ինչ որ մեկը գալիս է իրենց տուն, որտեղ հետաքրքրվեին, չէ՞ ով է։ Իսկ որ հետաքրքրվեին կպարզվեր։ Մեզ համար այդ հետաքրքրելը 5 րոպե տևեց։ Առաջի բանը որն էր։ Առաջի բանը ընդամենը երեխաներին հարց տվեցի եւ հարազատներին, երբ որ պատմում էին, հենց իրականում ձեզ ասեմ, բարերարի մասին, ասեցի ինչ որ մի հատ առաջինը ասենց ուղղակի ասեցին անցան, որտեվ գիտենք, որ տենց ինչ որ գործ կա։ Ես հարց եմ տալիս, ասում եմ, որ ինքը գալիս էր ձեր տուն։ Այ նկարում էր, ինչ որ դե գիտենք, բարեգործություն անողներ նկարում են եւ այլն, հա, ասում են ոչ, շատ կասկածելի էր։ Ասում լավ։ Հետո փորձում եմ երեխան, որ ասում լավ, ինչն է ստիպել երեխային պատմել Դավիթի կողմից իր հետ արածը այս բարերարին։ Ինչ որ մի բան պիտի լինի, չէ՞ կապ։ Երեխան չէր կարողանում դրան պատասխանել։ Հենց հարց էր տալիս իր մասին, ինքս էս մի անգամից ցկվում էր ու արցունքները աչքերից գնում էր։ Հաջորդ օրը ասենց ընդամենը մի հատ 15 տեղեկատվություն էլ ձեռք բերենք այս մարդու մասին։ Նայ մենք բարերարը ունի շուրջ 10 դատական ակտ օրինական ուժի մեջ մտած դեռ քաղաքացիական գործերով, որտեղ անգամ 60,000 դրամ ինչ-որ հյուքոմի պարտք չի կարողանում տալ։ Այսինքն ինքը արդեն իսկ կասկածի տեղիք է, չէ՞ տալիս, ոնց կարա ինքը կատարի բարեգործություններ, եթե ինքը սկի չի կարողանում այդ գումարները տալ։ Հաջորդը փնտրում են քրեական գործերով։ Նայում եմ դատական ակտ։ Ճիշտ է 15 թվականի, բայց դատական ակտը վերաբերվում է 14 տարեկան համաձայն փաստական հանգամանքների սեռական հարաբերություն է ունեցել 14 տարեկան աղջկա հետ, անչափահասի հետ, ով 15 տարեկանում ծննդաբերել է։ Այսինքն բացահայտվել է, քանի որ բժշկական կենտրոնից հաղորդում է գնացել։ Ինչ պետք է արվեր, որպեսզի չգնար այս ոնց որ հիմա այս մեղադրանքն է, վերել ներկայացնել, որ ամուսնության նպատակով է եւ նաեւ ամուսնանալ, հա։ Այստեղ սա չի կարևորը։ Կարևորն այն է, որ այս անձը անչափահասի նկատմամբ ունի այդ հակումը։ 15 թվականին դատարանը պատիժ է սահմանել եւ պայմանականորեն չի կիրառել։ Դրանից հետո այն գոնե թե մեր ունեցած տվյալները, որտեղ այդ օրը ինչ որ քննչական բաժնի մոտ ինքը ինչ որ մեկին զանգում է, այնտեղ ասում են, այ տեսեք, ինքը բայո բարերար է, մեր տուն էլ է գալիս բան, ես հույսով եմ, որ ի վերջո քննությունը մատլե կհանի էլ այդ անձանց ցուցակը, այն ընտանիքները, որտեղ ինքը ճակերտավոր բարերություն է արել եւ այդ ընտանիքներում արդյոք կան խոցելի անչափահասներ։ Իսկ ես ունեմ տվյալներ, որ կան։ Իսկ ինչ բարերարություն է արել։ Տեխնիկա է գնել, ուտելիք, մակարոն գրենական պիտույկ։ Մակարոն եւ գրենական պիտույկ, այսինքն իր նպատակը ինչ է եղել, մտնել այդ տուն։ Իսկ հիմա ինչ փուլում է նախաքննությունը։ Հիմա գործը 3 իմացանք, որ ի վերջո գործը տեղափոխվել է Երևան, հատկապես կարևոր գործերով քննության վարչություն քննչական կոմիտեի, 3 այդ տվյալը ես ստացել, հիմա գտնվում է նախաքննության փուլում։ Հույսով եմ, որ այն ջանասիրությունը եւ այն առաջնային գործողությունները, որոնք որ չեն կատարվել, կփորձենք հիմա գոնե թե, որովհետեւ մենք ունեինք անվստահություն, դե պարզա հիմնավոր էր մեր անվստահությունը արդեն Արարատի քննչականի հետ, որտեւ երբ որ ասում էին այ բերեք, ոչ չեն ասում բերեք հարցաքննության, այդ ուղղակի չգիտեմ ինչ է լինում, հա, մենք առաջին օրը հենց ամսի 3-ին, երբ որ լսել ենք այդ ընտանիքին եւ երեխաներին, մենք ընդհանուր մի ժամ հետո գլխավոր դատախազին գրավոր դիմել ենք, խնդրել ենք գործը Արարատի քննչականից տեղափոխել այլտեղ։ Մենք եւ նշել ենք, որ միայն այդ պայմաններում մենք կներկայացնենք լրացուցիչ մեր ձեռքի տակ ունեցող տվյալները։ Ի վերջո ով է մեղավոր։ Ընտանիքը թե հասարակության անուշադրությունը։ Հասարակության, նայեք, հասարակություն ես ոչ թե հիմա կասեմ այն հարևանը կամ այն մյուսը, պետությունը դրա համար ունի հատուկ մարմին։ Ճիշտ է, դա իրավապահ մարմիններն են։ Պետությունը
դրա համար ունի հատուկ օրինակ, քաղաքապետարանի խնամակալության հոգաբարձության մարմին։ Եվ ի վերջո պետության հովանու տակ է ընտանիքը, ճիշտ է։ Այ իրենց գործողությունների արդյունքն է սա։ Եթե փետրվար ամսին, հիմա ես ուզում եմ, վերենք մի հատ տարանջատենք, էլի կատարողները, կոնկրետ մանկապիղծները, որը որևէ ձևով արդարացված չի, եւ իրենք պատիժը իրենց ստանալու են։ Պետք է ստանան։ Եվ մի հատ բերենք այդ պատկան մարմիններին։ Իսկ ինչով են իրենցից տարբերվում։ Չէ՞ որ իրանց անգործությունը հանգեցրեց փետրվարի 12-ից հետո յուրաքանչյուր անգամ տեղի ունեցածին։ Հավասար են, հասկանում եք, իմ համար իրենք բոլորը հավասար գծի վրա են։ Այն քննիչով իր սենյակում ուղակի նստած ա եղել, որոշել է, որ չէ, սա առաջնային գործ չի, սպասի այն մեկը անեմ։ Այն ոստիկանը, թաղայինը, հասկանում եք, իրենք բոլորը իմ համար նույն գծի վրա են։ Այ իրենց անգործությունը, անպատասխանատվությունը հանգեցրել է այս ամենին։ Ինչպիսի պաշտպանական մեխանիզմներ են նախատեսված տուժած անչափահասների իրավունքների պաշտպանության համար եւ եթե ապացուցվի գործը, ինչ է սպասվում հանցագործներին։ Հանցագործներին բնականաբար 5-10 տարի ազատազրկում է սպասում, այնտեղ են մեկինը 2 դրվագով է։ Ես չգիտեմ դեռ ինչ կպարզվի, իրականում անկեղծ եմ ասում, ինձ թվում է այս գործով դեռ հələ շատ բան է պարզվելու։ Ես դու պատկերացնում եք, մենք այդ ամեն ինչը ընդհանրապես ես ու Վարդուհին Էլբակյան 3 օրում սենց ինչ-որ վերհանեցինք։ Դե պատկերացրեք, եթե դու ունենաս այդ ամեն ինչ համար լայն գործիքակազմ, ինչեր էլ եկես դուրս կգա։ Ազատազրկման ձևով պատիժ է բնականաբար սպասվում պաշտպանության միջոցի հետ կապված։ Պաշտպանության միջոց հիմա գիտեք, այս պահին այնքան առարկայազուրկ բան է դառնում այդ պաշտպանության միջոցը, դրան էլ ես կուզեի անդրադառնալ, քննչական կոմիտեի նախագահն ինձ ասեցին, որ ազգային ժողովի ամբիոնից ասել է, որ այո, պաշտպանության միջոց է կիրառված երեխաների նկատմամբ եւ այլն, անցնում է այդ ելույթից մի քանի օր, այսինքն այդ պաշտպանության միջոցը չկար, եւ այդ պաշտպանության միջոցը իդեպ պետք է լիներ այն ամենասկզբից, երբ որ հաղորդումը ներկայացվեց, տեսան, որ դուժողը անչափահաս է։ Մայիսի 8-ին նոր քննիչը որոշում է կայացնում պաշտպանության միջոց կիրառելու մասին։ Պաշտպանության տակ է վերցնում անչափահաս դուժողին նրա առանձնատունը եւ գույքը։ Անկեղծ եմ ասում, ես այդ որոշումը, որ ծանոթանում էի այդ որոշմանը, այնտեղ նաև էլի կետեր կա, որ պետք է տեղաշարժը եւ այլն, հսկվի, երբ որ ինձ հետ կապնվեց ոստիկանը եւ ասեց, այ ուր են իրենք, ես պետք է գնամ պաշտպանության միջոցից, առաջի բան ասի, ոնց դուք իրոք պատրաստվում եք գնաք այդ երեխաների տան, այսինքն լրացուցիչ եւս մեկ անծանոթ տղամարդ հայտնվի իրանց տանը, նորից այդ երեխեքին ստրեսի ենթարկեք, ասում, ինչի համար ասում, դե պաշտպանության միջոցը, ասում կներեք, իսկ մի քիչ շատ չի ուշացած ձեր պաշտպանության միջոցը։ Երբ որ արդեն որ անձին կալանավորված են, հաղորդումից էլ անցել է, էլ հաշվեք պետք է մարտ, ապրիլ, մայիսն ենք արդեն։ Իսկ երեխաները դպրոց գնում են, թե տանն են։ Հիմա նոր սկսել են գնալ։ Այժմ անցնենք Սուրբ Հանա եկեղեցում տեղի ունեցածի մասին խոսենք, նախ ինչպես է Դավիթի առողջական վիճակը։ Համեմատաբար արդեն լավ է, հաշվի առնելով, որ ծնողի հենց անմիջական խնամքի ներքո է, որտեվ մենք գիտեք, ստիպված եղանք Դավիթի առողջական վիճակից եւ որոշակի հիվանդությունների մասին բարձրաձայնել, ստիպված եղանք, ելի եմ ասում, մեր համար դա այն ծայրահեղ միջոցներ, որը չէինք ուզենա մենք դիմեինք դրան, բայց ստիպված եղանք դիմելու։ Այս պահին, քանի որ նաեւ մայրը հենց անմիջական իր խնամքի ներքո է, կամաց փորձում ենք հետ գալ։ Վերջերս Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց, որն էր պատճառը, երբ է նախատեսված։ Քանի որ առաջին դատական նիստը շատ կարճ ժամանակ էր անցել իր ոնց որ ազատության մեջ գտնվելուց հետո, այդ ընթացքում դեռ ինքը ի վիճակի չէր։ Այդ որոշակի առողջական խնդիրներ եղան, նաև կային լարվածությունը եւ այլն, դրա համար հետաձգվեց դատական նիստը։ Առաջի դատական նիստը հաջորդը նշանակված է հունիս ամսին։ Բնականաբար մենք արդեն մտնում ենք դատական քննության փուլ, հրապարակային փուլ, որտեղ այն որ ասում է դետալային յուրաքանչյուր ապացույց կքննարկվի եւ հանրությունն էլ կտեսնի, որ այստեղ որևէ քրեական արարք չկա, ու այնքան հետաքրքիր է դեպ ասեմ էլի ես, որ այս ոնց որ թե վերջի 2 ամսում սենց այս 2 զարհուրելի դեպքերի հետ առնչվեցի, որ ասում եմ իմ եւ Վարդուհու կյանքում երևի սրանք այդ հետքը չգիտեմ ոնց մենք կվերացնենք, որտեղ իրոք հետք թողեցին եւ դեռ շարունակում են թողել, երբ որ ես համեմատական եմ անցկացնում Դավիթի այդ
տեղի ունեցածով եւ այս դեպքով ու պետության դիրքորոշումը, պետության վարքագիծը, պետության կողմից ծախսված ռեսուրսը։ Սրանք ուղղակի ես չգիտեմ ծայրահեղությունից ծայրահեղություն է։ Այսինքն մենք Դավիթով մենք ունեցանք մի դեպք, նայեք, էլի հանրության առջև, ինչի հանրության առջև, որովհետև այդ դեպք կոչվածը, ենթադրյալ դեպք կոչվածը սկզբի պահից մինչև վերջ տեսաձայնագրություններով հրապարակային տեղադրվեց։ Այսինքն չկար մի բան, որը որ հանրությունը չէր տեսել։ Ինչ էր ծաղկազարդի տոն, հավատացյալ ժողովուրդ եկեղեցում, հավատացյալ երկու դպրոցական եղբայրներ, զույգ եղբայրներ, ովքեր մասնակցում էին ծաղկազարդի արարողությանը եւ պատարագին։ Սուրբ Աննա եկեղեցին, գիտեք, փոքրիկ իր ներսը ամեն դեպքում փոքրիկ է, խիտ բազմություն, աղոթող բազմություն, աղոթ քանող հավատացյալներ։ Եվ ունենք գործադիր մարմնի ղեկավար, ով ինչ որ այդ պահին որոշում է, որ պետք է ինքն էլ գա Սուրբ Աննա։ Ուշադրություն դարձնենք, որ թեպետ Դավիթի մեղադրանքը այնտեղ մի հատով անցնում է, որ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանն է միջամտել բռնության կիրառմամբ, երկրորդ մեղադրանքը վերաբերվում է խուլիգանությունը, որ ինչ որ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ու ավելի զավեշտալին եղբոր մեղադրանքն է, եղբայրն էլ իբրև օժանդակել է ինչին, ասում է, երբ որ Դավիթը ուզում էր խուլիգանություն աներ, Միքայելը այդ վճռականությունը ամրապնդեց իր մեջ։ Ես չգիտեմ, ես ճիշտ ասած հանցակազմի ինչ բան է, գործողություն մենք չունենք, ասում է, նա որ ասում է խուլիգանությունը որոշեց աներ, Միքայելն էլ ամրապնդեց վճռականությունը այդ կերպ օժանդակելով։ Մի խոսքով։ Եվ ունենք հա Գևորգ Գևորգյան, ով իբրև հանդիսանում է այս ամեն ինչի կազմակերպիչ է մի մարդ, ում ես տղաները չեն էլ ճանաչում։ Առաջի անգամ քննչականում ասել ենք, ինքն է Գևորգ Գևորգյանը։ Մի խոսքով, գործադիր մարմնի ղեկավարը որոշում է, որ ինքը պետք է գա արարողակարգի կեսից ուշադրություն դարձնենք, երբ որ արդեն սկսվել է պատարագը, եւ որոշում է, որ ինքը ուզում է մոտենալ պարտադիր խորանի մոտ։ Ինչ է անում, բնականաբար ինքը չէր կարող մոտենալ խորանի մոտ առանց մարդկանց նեղություն տալու, առանց հրմշտելու, առանց խոչընդոտելու իրենց, հա, այսպես ինչ որ խանգարելու եւ այլն։ Հասնում է խորան։ Դրանից հետո պատարագը շարունակվում է, արդեն մարդիկ ամեն մեկը իր ձեռքին պատարագագիրքը, իսկ եթե նկատում եք հենց այդ բուն այդ պահին եւ Միքայելը եւ Դավիթը պատարագագիրքը ձեռքները աղոթք են անում։ Հա, ուստեղ նաեւ հիշեցնեմ, որ այդ պահին, որ ինքը գնում է խորան, երբ որ անվտանգության աշխատակիցները բազմությանը ասենց ինչ-որ բաժանում են, որ արանք միջանց կբացեն, երկու եղբայրները առանձնանում են իրարից։ Դավիթը հայտնվում է աջ հատվածում, որտեղով անցնում է գործադիր մարմնի ղեկավարը հենց ուղիղ իր մոտով։ Եթե Դավիթը ցանկանար նպատակ ունենար որևիցե մեկի նկատմամբ բռնություն գործադրել, ինքը դրա հնարավորությունը ուներ։ Այսինքն բացարձակ նման նպատակ չի եղել։ Անձը գնացել է խորանի մոտ, հետո ինչ որ մի պահի, երբ որ արդեն մարդիկ պատարագագրքերը ձեռքին, հա, այդ աղոթքն են անում եւ հենց այդ պահն է, որ իրենք ուղիղ հաղորդակցման մեջ են գտնվել, որոշել է, որ պետք է պատարագի կեսից դուրս գա։ Եվ այդ դուրս գալը էլի տենց ուղակի չի եղել հանգիստ դուրս գալը, այդ դուրս գալու համար անվտանգության աշխատողներով, թիկնապահներով փորձարվել միջանցք բացել, մարդկանց հրմշտել, հրել, որ չէ ճանապարհ տվեք եւ այլն, ու դե նկատում եք, այնտեղ ոչ միայն Դավիթը կամ Միքայելը, այնտեղ մարդիկ հավատացյալ մարդիկ կանգնած ասում են՝ մի արեք, մի խանգարեք, մի արեք, սա ուղիղ իրանց դեմ է ուղղված եղել, հա, սադրանք է սա եղել։ Եվ ունենք այդ պահը, երբ որ Դավիթին սենց հրում են, հրմշտում են մի քանի հոգով, եւ Դավիթի ձեռքը օդի մեջ գործադիր մարմնի ղեկավարը, որը որ այդ մասը անցնում է, Դավիթը ինչ որ մեկին ուղղված արտահայտություն ունի, որ ասում է ինձ տենց չնայես, հեռանում է գործադիր մարմնի ղեկավարը եւ թիկնապահի ուղիղ հարվածը բռունցքով կանգնած Դավիթ Մինասյանին, ոչինչ չանող Դավիթ Մինասյանին, այսինքն երբ օրինակ իրենց մասը, ասենց որ փորձում են արդարացնել, բա թիկնապահն է, բա պետք է ինչ որ մի բան աներ, իրեն պաշտպաներ, հա, ինչ որ sense կներեք, ինչից պաշտպաներ, երբ որ տվյալ պահին որևէ վտանգ չի եղել, որևէ վտանգի ենթադրել հիմնավոր կասկած չի եղել, անձը ուղղակի կանգնած է որևէ գործողություն չի կատարում։
մոտենում է, հարվածում է, ուղիղ բռունցքով հարված, որից ընկնում է, ստանում է մարմնական վնասվածք։ Ուրեմն, այսինքն մենք այդ միջադեպում ունենք երկու իրավիճակ։ Մի դեպք, որտեղ ուղղակի անձի ձեռք է, օդի մեջ, անկանոն շարժում եւ ուղիղ հարված։ Այս պարագայում հեռանում են, անցնում գնում են։ Հիմա այս պարագայում մենք ինչ ունենք։ Մենք ունենք թիկնապայի գործողությունների 0 գնահատական եւ ունենք Դավիթ Մինասյանի գործողություններին, որոնք որ իրենց մեջ քրեական արարք չեն պարունակում, բայց այնուամենայնիվ ունենք երկու մեղադրանքներ, որոնցով մեկով ասում են, որ խուլիգանություն է կատարել, մյուսով ասում են, որ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը միջամտել է բռնության կիրառմամբ։ Հիմա անդրադառնանք նրա նախ առաջինը, ուր է այդ բռնությունը, որ մեղադրանքի որոշման մեջ իդեպ նշեմ, ուղիղ նշված է, որ Դավիթը իբրև հարվածել է։ Ոստեղ հարց, ում է հարվածել։ Ուր է այդ անձը։ Եթե ինչ-որ մեկին հարվածել է, այսինքն վնաս է չէ պատճառել, այդ անձը պետք է լիներ տուժող։ Նշեմ, որ Դավիթ Մինասյանի գործով մենք տուժող չունենք։ Մենք ունենք տեսագրություն, բոլորն են տեսել այդ տեսագրությունը, ու որ ինձ մեկը կարողանա ցույց տա այդ տեսագրության մեջ հարված, ես կասեմ լավ 1000 անգամ կներեք, միգուցե ես ուշադիր չեմ եղել։ Ակնհայտ երևում է, որ հարված չկա, ինչի հակառակը ունենք մյուս դեպքում։ Դրան ինչ է հաջորդում։ Դրան հաջորդում է ոստիկանության ոչ իրավաչափ եղբայրներին վերման ենթարկելու գործողությունը։ Դե նկատել եք այն ոտքերից բան քաշքշելով, ինչ որ հենց պետը անձամբ եկել այդ գործողությունը ղեկավարում էր, բան sense բաժին վերման են ենթարկում եղբայրներին, հա, ու ավելին մեղադրանք եւ ամենախիստ խափանման միջոց։ Ինչ արեցին, դատարան ներկայացրեցին միջնորդություն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջին ծանրության հանցագործությունով դպրոցական երեխայի նկատմամբ, երեխայի մասը, որովհետեւ դպրոցական է։ Դավիթը ընդամենը 3 ամիս էր, որ լրացել էր 18 տարին, հա, առողջական ծանր խնդիրներով, որի վերաբերյալ բոլոր ապացույցները ներկայացվել են, իրավական քրեադատավարական տեսանկյունից որևէ սկզբունքից դուրս միջնորդություն, որը դատարանը բավարարեց ու բավարարեց ամենախիստ սահմանափակումներով։ Դատարանը բավարարեց հաղորդակցման տոտալ սահմանափակմամբ, անգամ մերձավոր ազգականների հետ Դավիթը իրավունք չուներ շփվելու։ Հետո ինչ արեցին։ Հետո հաջորդեց դրան, որ դատախազությունը ընդամենը 10-15 օր հետո իր իսկ որոշմամբ վերացրեց Դավիթի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Այսինքն իմ համար սա պետք է ուղղակի դատարաններին, ինչ ասեմ, ես կվիրավորվեի դատարանի փոխարեն։ Այսինքն բերում հրամցնում են մի բան, վերցնում են ամենախիստ խափանման միջոց, հետո իրենք իրենց ձեռքով վերացնում։ Իդեպ այս գործը հաճախ քննարկվում է, որ նաև քաղաքական ենթատեքստով է քննարկվում, որքանով է դատարանը նման գործերում կարողանում պահել բացառապես իրավական շրջանակը։ Իրավական շրջանակ այս գործով չկար։ Մենք իրավական շրջանակից այս գործից բավականին դուրս ենք եկել։ Քաղաքական տեսանկյունով ասեմ, եթե կհիշեք այս գործով ես ու Վարդին Էլբակյան, եւ որ պաշտպանությունը ստանձնում էինք, հետո նաեւ մեզ միացան Ռուբենը Մելիքյան, Արամը Վարդևանյան, Սերգեյ Հարությունյան, Արսենը Բաբայան, Հակոբը Քյուրեղյան, չեմ ուզում ինչ-որ մեկին մոռանամ հանկարծ տղաներին, մենք ասում ենք, այս գործում իրավաբանություն չկա։ Բացարձակապես չկա։ Մենք փորձում ենք, մենք ինքներս ասում ենք, ասենք լավ, մենք չենք ասում քաղաքականը։ Բայց վարույթն իրականացնող մարմինը ամեն ինչ անում էր, որ ապացուցել, որ այս գործը քաղաքական է։ Սկսեմ ամենապրիմիտիվ խափանման միջոցի կիրառումից։ Նախարարքի որակումը իր հերթին, որ որակվեց 452-ով որպես պաշտոնատար անձի նկատմամբ, չգիտեմ, ես կոմենկոմ, հա, հետո եկան խափանման միջոցին։ Խափանման միջոցի հիմքերից մեկը, գիտեք ինչն էին գրել, իդեպ էսի շատ առատավոր պրակտիկա է դարել, հիմա մյուս գործերով եմ ես դա տեսնում, երբ որ հավաքների տեղից մարդկանց ստանում են, ասում են բանը, ունի ընդդիմադիր հայացք։ Ասում ունի ընդդիմադիր հայացք, ուրեմն կկատարի նոր հանցանք։ Դուք պատկերացնեք այդ ինչ է նշանակում։ Այսինքն իրանց անպատասխանատու այս պատճառաբանությունները վաղը միսը մեր պետության վրա շատ թանկ է նստելու։ Իրանք ասենց զորով բերում են, սարքում են մարդկանց, եթե դու չուզես էլ, իրենք ես դարձնում են քա բանտարկյալ։ Ընդդիմադիր հայացքը այսօր դարձել է հանցագործություն, հələ մի հատ է նոր հանցանք կկատարես։
Դավիթը հիմա տնային կալանքի տակ Չէ, Դավիթը հիմա բացակայելու արգելք խափամամիջոց է կիրառված, հենց միանգամից երբ որ վերացրել են խափամամիջոցը, բացակայելու արգելք է կիրառվել։ Նախաքննության փուլում Դավիթի եղբոր Միքայելի նկատմամբ ում մասով նախաքննությունը շարունակվում, որտեղ Դավիթի մասը անջատեցին ու ուղարկեցին դատարան, Միքայելի մասը եւ Գևորգ Գևորգյանի մասով դեռ նախաքննություն է իրականացվում։ Մի քիչ էլ այս նախաքննությունից հեսա նաեւ կուզեմ, հա, ինչ որ անդրադառնամ, նայեք ասում են ես խեի ասում համադրենք այս երկու գործերը, հա։ Ասում են Դավիթը գործել է պետության դեմ։ Ես մի քանի անգամ sense ինչ որ իշխանության ներկայացուցիչների կողմից sense արտահայտություններ լսեցի պետության դեմ։ Ու շատ երկար մտածել եմ, լավ, ինչ է կարան իրենք օրինակ իրանց համար sense մտածեմ պետության դեմ ասվածը որն է։ Պետության դեմ գործել հիմա վեդի դեպքն է, որ այո պետության դեմ գործեցին։ Իրավապահ մարմինները գործեցին պետության դեմ, պետության հոգացության տակ գտնվող ընտանիքի նկատմամբ դրսևորելով այսպես վարքագիծ։ Նիկոլ Փաշինյանը այդ օրը Սուրբ Աննա եկեղեցում որպես պաշտոնատար անձ չի եղել, քաղաքական գործունեության մեջ չի եղել։ Իսկ եթե եղել է, թող կանգնեին ասեին Քարոզ Արշավերանում Սուրբ Աննայում։ Եթե լիներ քաղաքական գործունեության մեջ պատկերացնեք, չէ, պաշտոնատար անձ Սուրբ Աննա եկեղեցի, այսինքն սա պետք է լիներ նախապես հայտարարված այց, որը իրենից պահանջում է որոշակի այո, դա ուղիղ սահմանված է, այսինքն իր անվտանգության աշխատակիցները, որ պետք է որոշակի գործառույթ կար, որը պետք է իրականացնեին, չեն իրականացրել։ Այսինքն դրանով ընդունում էր, որ ինքը այդ օրը Կիրակի օրով սովորական քաղաքացի է, ֆիզիկական անձ։ Փաշինյան Նիկոլը։ Ինքը պաշտոնատար անձ չի։ Այս մասով։ Այս գործով նախաքննությունը, որ ասում եք քաղաքական էր, թե քաղաքական չէր, բա իհարկե քաղաքական էր։ Ուղղակի 15 օրում անել նախաքննություն եւ չունենալ գոնե գեթ 1 տվյալ, որ անձը հասարակական կարգ է խախտել, որ անձը ինչ որ մեկին հարվածել է ու գործը շուտ ուղարկել դատարան, անգամ տուժողել չճանաչել եւ չհարցակննել, հենց ուղիղ դրա մասին է վկայում։ Ունենալ տվյալ, որ անձը տառապում է ծանր հիվանդությամբ եւ սրան գնահատական չտալ եւ միջոցներ չձեռնարկել, ուղիղ դրա մասին է վկայում։ Պատկերացնեք Դավիթի գործով, Դավիթին տեղափոխում են հիվանդանոց, Դավիթը 18 տարեկան դպրոցականը, ել եմ ասում, ֆենոմենալ գիտելիքների տեր։ Չեք պատկերացնի, այնքան լուսավոր տղա է, այնքան լուսավոր տղա է։ Դավիթին 3 տարբեր քրեակատարողական հիմնարկներ մի շաբաթում հասցրեցին պատտացնել։ Դավիթի համար քրեակատարողական հիմնարկը կավլիցի որևէ բան չենք ասում, ոչ մեկ ապահովագրված չի, գիտեք դրանից ոչ մեկ։ Դավիթի համար բայց դա լրիվ այլ մոլորակ էր։ Հայտնվել այդտեղ այդ առողջական վիճակով։ Ուրբաթ օրեր, երբ որ Դավիթին արդեն տեղափոխում են, որ գիտակցության կորուստ ունեցավ Աբովյան քրեակատարողական հիմնարկում տեղափոխում էին հիվանդանոց, ուրեմն ես ասում եմ, որ Դավիթի մոտ այ եղունգները կապտել է բան, դա ուրբաթ առավոտ է։ Դուք պատկերացնեք չորեքշաբթի երեկոյան քնչական եկել է հիվանդանոց եւ մարմնի քննում անում Դավիթի մոտ ուզում է հայտնաբերի եղունգների կապտած լինել։ Այն պայմաններում, երբ որ ուրբաթ օրը Դավիթը ուրեմն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել, դուրս է գրվել երկուշաբթի առավոտ, թթվածին հաստատել եւ այլն եւ այլն։ Այս ես չգիտեմ Դավիթի հետ այս ինչ որ Դավիթի գործով էին անում, եթե ողբալի չներ կարելի էր ծիծաղել, եթե այս կարգի ողբերգական չներ կարելի էր ծիծաղել։ Նույնն էլ էս վեդին։ Ինչ սպասելիքներ ունեք սպասվող դատական քննությունից։ Իրականում սպասելիքները շատ է։ Ես հույսով եմ, անկեղծ եմ ասում, հույսով եմ, ես սպասում եմ, որ թող գա հասնի դատաքննության փուլ, թող հրապարակային դատաքննություն լինի, թող բոլորը տեսնեն, մենք ի վերջո գանք իրավական դաշտ, որովհետև նախաքննության ողջ փուլում մենք իրավական դաշտում չենք եղել։ Բացարձակապես իրավունքի մասին եւ իրավունքից բխող որևէ բան չի եղել նախաքննության փուլում։ Ես ուղղակի հույսով եմ, որ մենք դատաքննության փուլում արդարադատությունը ավելի sense օբյեկտիվ կլինի, անաչառ կլինի, անկողմնակալ կլինի։ Ես հույսով եմ։ Մենք էլ ամեն ինչ կանենք, որ այդ հանրությանը ցույց տանք, որ ինչ որ մենք խոսում էինք, դա ուղղակի չէր։ Թեպետ ասում եմ, հենց առաջի օրվանից պարզ էր, որտեղ ոչինչ այնքան պարզ էր, սկար տեսաձայնագրություն, որ ընդհանրապես պետք էր գնահատել։ Նույնն էլ, այ հիմա ասում եմ, հələ մի հատ նայենք այս ռեսուրսը, որ ծախսեցին
Դավիթի գործով, ասենց ինչ որ շտապ, տանեք, փռեք, ասֆալտին, տարեք, ձերբակալեք, փակեք, գործողություններ, ինչ որ, հա, եւ վեդու գործը, որ ոչինչ չեն անում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես շնորհակալ Սվետլանա ջան։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի հետ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։